Շտապօգնություն, բարև ձեզ։ Երևանից եք զանգահարում, հասցենք ասեք։ Այս սենյակում այսպիսի զանգեր մի վայրկյանում, հատկապես այս օրերին մի քանի տասնյակ են լինում։ Շոկ օրերին շտապօգնության կանչերի բնույթը փոխվում է, առավել հաճախ արձանագրվում են արևահարության, աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սրտանոթային խնդիրների դեպքեր։ Բժիշկ համաճարակաբան Ներսես Գրիգորյանի խոսքով աղիքային վարակիչ հիվանդությունները մի շարք մանրէներով պայմանավորված հիվանդություններ են, որոնք ախտահարում են մարդու օրգանիզմի աղեստամոքսային համակարգը։ Զրուցակցից գնահատմամբ հիվանդության պատճառներն են բակտերիաները, վիրուսները, միաբջիջ նախակենդանիները, որոնք կարող են ներթափանցել մարդու օրգանիզմ սննդամթերքի եւ ջրի միջոցով։ Դրանք ունեն որոշակի սեզոնայնություն եւ տարվա տաք շրջանում հատկապես նմանատիպ հիվանդությունների թիվը աճում է։ Տարվա տաք շրջանում որպես կանոն ձմեռվա համեմատ կարելի ասել մոտ 3 անգամ ավելի շատ դեպքեր են արձանագրվում։ Պատճառը այն է, որ մանրէները, որոնք շրջակա միջավայրում մշտապես առկա են, պահպանվում են, դրանցից որոշ տեսակներ բավականին կայուն են շրջակա միջավայրում։ Տաք ջերմաստիճանը նպաստում է այդ մանրէների աճմանը եւ բազմացմանը։ Իսկ որոնք են այն ախտանշանները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Մասնագետն առանձնացնում է դրանցից մի քանիսը։ Հիվանդությունը սկսվում է որպես կանոն թուլությամբ, ջերմության բարձրացումով, լուծով, կարող է արտահայտվել նաեւ փսխումով, սրտխառնոցով, կախված հարուցչից լինում են նաեւ ուրիշ ախտանշաններ, ասենք օրինակի համար որովայնի ցավ, գլխացավեր, մկանացավեր։ Աղիքային հիվանդությունների ռիսկային խմբում են երեխաները, տարեցներն ու թույլ իմունային համակարգ ունեցող անձինք։ Բժիշկը խորհուրդ է տալիս նմանատիպ հիվանդություններից խուսափելու համար պահպանել անձնական հիգիենան, ուշադրություն դարձնել սննդի պատրաստման, պահպանման եւ եփման կանոններին, ինչպես նաեւ օգտագործել խմելու մաքուր ջուր։ Հաճախ մեր բնակիչները, օրինակ, այս սեզոնին ձմերուկ սեղ գնելուց կարող է պահանջեն վաճառողներից, որ կտրեն, որպեսզի տեսնեն ձմերուկը հասած է թե չէ։ Դա շատ վտանգավոր է հաշվի առնելով, որ ձմերուկը ինքը հատկապես փողոցներում վաճառվող ձմերուկը ինքը մաքուր չի եւ կտրելու ընթացքում ձմերուկի ներսում արդեն միկրոբները, հարուցիչները կարող են բազմանալ եւ առաջացնել հիվանդություն։ Շոկ եղանակը լուրջ փորձություն է նաեւ սրտանոթային համակարգի համար։ Զրուցում ենք նաեւ սրտաբան Տիգրան Աստվածատրյանի հետ։ Բժշկի խոսքով բարձր ջերմաստիճանը կարող է խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ, ուստի կարևոր է հետևել այս քայլերին։ Լիտր ու կեսից մինչև 2 լիտր մոտավորապես պետք է հեղուկ օգտագործել, ապահովելով այն հեղուկի քանակը, որը որ մեր օրգանիզմը կորցնում է, որտեղ մեր ամենամեծ օրգանը համարվում է մեր մաշկը, որից որ, չէ, մենք կորցնում ենք մեծ քանակությամբ հեղուկ, եւ այդ հեղուկը պետք է վերականգնել, ինչու, որտեղ դրա հիման վրա անոթային, սիրտանոթային համակարգը աշխատում, պետք է խուսափել աղից, ծանրամարս բոլոր յուղոտ եւ կծու շատ թթու ուտեստներից եւ փորձել ավելի թեթև սնվել։ Բժիշկն ընդգծում է, խոցելի են համարվում այն մարդիկ, որոնց մկանային համակարգը ավելի փոքր է։ Խոսքը երեխաների, տարեցների, ինչպես նաև սրտային եւ քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն ունեցողների մասին է։ Ի տարբերություն շատ եվրոպական քաղաքների ավելի հեշտ ենք տանում, հաշվի առնելով եւ ջրի, այսպես, ջրամատակարարման ավելի հասանելի լինելը եւ հովտեղերի քանակով ավելի շատ լինելը։ Երբեմն շոկի հետևանքով առաջացած խնդիրները մարդիկ փորձում են հաղթահարել ինքնուրույն, սպասելով, որ ինքնազգացողությունը կբարելավվի, սակայն բժիշկները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ առանց բժշկի նշանակման ընդունված դեղամիջոցները կարող են վնասել առողջությունը։ Թեև շոկ եղանակին շտապօգնության կանչերի ընդհանուր թիվը չի ավելացել, բայց փոխվել է դրանց բնույթը։ Շանթ Նյուզի հետ զրույցում շտապօգնության տնօրենի պաշտոնակատարը հայտնում է, որ ձմռան ամիսներին կանչերի քանակը հիմնականում պայմանավորված է լինում սուր շնչառական վարակներով, իսկ ամռանը սրտանոթային քրոնիկ հիվանդությունների սրացմամբ, արևահարությամբ, ինչպես նաև աղիքային վարակիչ հիվանդություններով։ Արևահարության դեպքեր նախորդ տարիների համեմատ այս տարի նույնպես ունեցել ենք նույն քանակով, հունիս ամսվա եւ հուլիս ամսվա մինչ այս ժամանակահատվածը 31 դեպք 2025 թվականին, նույնը 2026 թվականի կտրվածքով 29 դեպք։ Աղիքային ինֆեկցիաների հետ կապված առաջի եռամսյակին ունեցել ենք ավելի մեծ քանակությամբ աղիքային ինֆեկցիաներ, մոտ 470 դեպք, քան երկրորդ եռամսյակում 308 դեպք։ Հարություն Հարությունյանը կարևորում է մինչ շտապօգնության ժամանումը հնարավորության դեպքում տուժածին առաջին օգնություն ցուցաբերելը, իսկ ինչ քայլեր են իրականացնում բուժաշխատողները դեպքի վայր հասնելուն պես։ Նախ եւ առաջ ստուգումա կենսական կարևոր ցուցանիշները
արյան ճնշման ցուցանիշը, թթվասնի քանակը արյան մեջ, մարմնի ջերմաստիճանը, սրտի զարկերի հաճախությունը, կատարում է էլեկտրասրտագրություն հերքելու համար կամ հաստատելու արդյոք առկա սուր սրտային պաթոլոգիա թե ոչ կամ սրտամկանի սուր վնասում թե ոչ եւ հետեւաբար ցուցաբերում է սիմպտոմատիկ բուժօգնություն, նաեւ ջրազրկման դեպքում շտապ բուժօգնությունը հագեցած անհրաժեշտ ինֆուզիոն հավաքածուով կատարում է ինֆուզիոն թերապիա։ Մասնագետները հիշեցնում են շոկ օրերին անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել առավոտյան 11-ից մինչև երեկոյան 17-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, չօգտագործել ալկոհոլային խմիչքներ եւ ինքնազգացողության վատացման դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։